Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում քննարկել է բոլոր խնդրահարույց հարցերը։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը վստահեցրել է անուն-առանուն բարձրաձայնել է այն խնդիրները, որոնց մասին խոսվում է Հայաստանում։ Լավրովի հետ բանակցությունների առանցքային թեմաների թվում ըստ նրա եղել են ներդրումները Հայաստանում, տարածաշրջանների միջև գործակցությունը եւ մշակութային միջոցառումների անցկացումը։ Ինչ վերաբերում է թրիփին, Ալեն Սիմոնյանն ասել է չի պատկերացնում, բայց քննարկել են ենթակառուցվածքների շահագործման եւ վերաշահագործման գործում Ռուսաստանի գրավվածությունը։ Դադարեցվել են Հակոբ Մովսեսի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ։ Ազգային ժողովում որոշումն ընդունվել է միաձայն քվեարկությամբ, ընդդիմադիր Հայաստան խմբակցությանը միացել է նաեւ քաղաքացիական պայմանագիրը։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսն առաջին լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հոհիդային վիրավորող եւ վարկաբեկող արտահայտություններ է թույլ տվել։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համատիվը 2025 թվականին 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով, կազմելով 46 միավոր, հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը։ Ըստ կազմակերպության Հայաստանի կոռուպցիայի ընկալման համատիվը գերազանցում է հարևան երկրների եւ ԵՏՄ մյուս երկրների 2025 թվականի նույն ցուցանիշը բացի Վրաստանից։ 2023 եւ 24 թվականներին այն Հայաստանում անփոփոխ է եղել 47 միավոր։ Եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա այսօր ԵՄ-ին ասել է ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսը։ Այն նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Ժողովն արտերկրում անցկացնելու լուրերի ֆոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների եւ 1 քահանայի մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանին կրկին վիրահատել են Իզմիր բուժ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Factor TV-ին հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։ Նա եւս 1 վիրահատության ենթարկվել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Միքայել arczepiskopos Աչապահյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Փետրվարի 6-ին նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Եվրոպական երկրները Ռուսաստանի էներգառեսուրսներից իրենց կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մատնանշելով, որ Միացյալ Նահանգները մատակարարում է հեղուկացված բնական գազի 60%-ը։ Նա նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջ շարժվել պաշտպանության ոլորտում, ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում, բայց շեշտել է, շարժվում են ոչ անհրաժեշտ տեմպերով եւ ոչ անհրաժեշտ մասշտաբով։ Վերին Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար, հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, բեռնատարների համար այն փակ է փետրվարի 9-ի առավոտից։